Հարսնաձորի լեգենդում իրավիճակները մտնում են ամենավտանգավոր փուլը, երբ յուրաքանչյուր կերպար կանգնած է ճակատագրական ընտրության առաջ, իսկ անցյալի ստվերները վերջնականապես խառնվում են ներկային։ Սաքոն հիվանդանոցում է և նրա վիճակն օրեցօր ավելի է վատանում, բայց իրական ցավը ոչ թե սրտում է, այլ խղճում։ Լալայի հետ հանդիպումը նրա համար դարձել է կործանարար հարված։ Նա հստակ հասկանում է, որ այնինչ տարիներ շարունակ փորձել է թաղել, վերադարձել է ոչ թե հիշողություն, այլ կենդանի մարդկանց տեսքով։ Սաքոն գիտակցում է՝ այս անգամ անցյալը չի սահմանափակվելու մեղադրանքներով, այն եկել է հաշիվ պահանջելու։ Նրա վախը դառնում է մոլուցք, իսկ այդ մոլուցքը վտանգավոր բոլորի համար։ Այդ ընթացքում Արմոն շարունակում է իր ամենասիրելի խաղը՝ մարդկանց իրար դեմ հանել։ Նա գրեթե չի երևում, բայց մշտապես ներկա է՝ մեկ խոսք, մեկ ակնարկ, մեկ ճիշտ պահին նետված կասկած, և ընտանիքները կրկին կանգնում են միմյանց կոկորդին։ Արմոն հիանալի զգում է քաոսը և գիտի՝ որքան ավելի խառն է իրավիճակն, այնքան ինքն ավելի ապահով է։ Նարէն տուն է վերադառնում, մի միջավայր, որն այլևս իր տունը չի հիշեցնում։ Նրան սպասում է ոչ թե հոգատարություն, այլ հարցաքննություն։ Վռամը կոպիտ ու պահանջկոտ կերպով ստիպում է նրան ասել՝ որտեղ է եղել, ում հետ և ինչ է թաքցնում։ Նարին առաջին անգամ հասկանում է, որ իր շուրջը ոչ ոք չի ուզում լսել ճշմարտությունը, բոլորը պարզապես ուզում են վերահսկել։ Այդ խոսակցություններից հետո ակնհայտ է դառնում Նարեի հեռանալն անխուսափելի է, նա այլևս չի կարող շնչել այդ տան օդը։ Սակայն Նարեի փախուստը երջանկություն չի խոստանում, նրա գլխին կախված է ամենացավոտ ճշմարտությունը։ Շատ շուտով Հայկը կիմանա, որ Նարեն ամբողջ այս ընթացքում գիտեր Լալայի վերադարձի մասին և լռել է։ Այդ լռությունը Հայկի համար դավաճանության պես է հնչելու։ Նարեն լռել է վախից, սիրուց, ինքնապաշտպանությունից, բայց դա չի մեղմելու Հայկի ցավը։ Այդ պահին նրանց սերը կկանգնի ամենադաժան փորձության առաջ։ Միքոյի վրա կատարված հարձակումը նոր լարվածություն է ստեղծում։ Բոլորի առաջին կասկածը Վռամն է, քանի որ նա արդեն ունի բռնի վարքագծի պատմություն, հատկապես, որ նա Սոնային ու Նարեին խոստանում է, որ կհանդիպի Հայկի հետ, իսկ դա նշանակում է, որ հարվածի տակ է նաև Միքոն, բայց իրականությունն այլ է։ Միքոյին ծեծի են ենթարկել իր պարտքատերերը։ Սա ևս մեկ ապացույց է, որ վտանգը միայն երկու ընտանիքների միջև չէ, այն գալիս է բոլոր կողմերից, իսկ երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվի, կարող է արդեն շատ ուշ լինել։ Հարսնաձորի լեգենդում ամեն ինչ գնում է դեպի այն կետը, որտեղ այլևս ոչ ոք չի կարող թաքնվել։ Գաղտնիքները կբացվեն, դիմակները կընկնեն, և ամեն մեկը ստիպված կլինի պատասխան տալ իր ընտրության համար, իսկ ամենածանր գինը, ինչպես միշտ, վճարելու են նրանք, ովքեր ամենաշատն են սիրել։ Լարվածությունը Հարսնաձորի լեգենդում այլևս չի պահվում խոսքերի մակարդակում, այն վերածվում է գործողությունների, որոնցից հետո վերադարձ այլևս չի լինելու։ Սաքոյի վիճակը հիվանդանոցում կտրուկ վատանում է։ Բժիշկները փորձում են նրա կյանքը փրկել, բայց նրա հոգեվիճակը նույնքան ծանր է, որքան ֆիզիկականը։ Նա հաճախ է մոլորության մեջ ընկնում, խոսում անցյալից, շփոթում իրականությունն ու հիշողությունները։ Բոլորը վախենում են այդ պահից, հատկապես Արմոն, որովհետև եթե Սաքոն խոսի իր խաղաթղթերի մի մասը, կարող են արժեզրկվել։ Նարեն դուրս է գալիս այդ տնից, բայց հայտնվելու է լիակատար մենակության մեջ։ Նա սիրում է Հայկին, բայց արդեն զգում է, որ այդ սերը փշրվում է կասկածների ու լռության տակ։ Նարեն կփորձի խոսել Հայկի հետ, բացատրել ամեն ինչ, բայց արդեն ուշ կլինի։ Ճշմարտությունը կարծես մշտապես մեկ քայլ առաջ է։ Այդ ընթացքում Լալան չի պատրաստվում լռել, որքան էլ Աբոն փորձի նրան կանգնեցնել։ Նա հասկանում է, որ լռությունն այս տարիների ընթացքում միայն նոր ցավ է բերել։ Նրա վերադարձը պատահական չէ, նա եկել է ոչ թե վրեժ լուծելու, այլ արդարություն պահանջելու, բայց հենց նա է դրան դարձնում վտանգավոր բոլորի համար։ Լալայի յուրաքանչյուր քայլը կարող է քանդել տարիներով կառուցված կեղծ իրականությունը։ Սոնան կանգնելու է իր ամենածանր ընտրության առաջ։ Այժմ նա Վռամի կողքին է, բայց շատ լավ հասկանում է, որ իր ընտանիքը ևս իր կարիքն ունի, որ եղբայրը՝ Միքոն, հայտնվել է ծանր վիճակում, ու նա կփորձի գնալ իրենց տուն։ Հայկը գնալով մոտենում է այն ճշմարտությանը, որը կփոխի իր կյանքը, երբ նա վերջապես իմանա, թե ով է սպանել իր հորը և ով է այդ ամենը թաքցրել նրա ներսում,
ինչ-որ բան կկոտրվի։ Այդ պահից հետո նա այլևս չի լինելու այն Հայկը, որը սկզբում էր։ Հարսնաձորի լեգենդը մտնում է իր ամենամութ փուլը, որտեղ սերն այլևս բավարար չէ փրկելու համար, իսկ ճշմարտությունը դառնում է ամենավտանգավոր զենքը։ Առջևում են դրվագներ, որտեղ յուրաքանչյուր հերոսի ընտրություն վճռորոշ է լինելու, իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր անակնկալներ են սպասվում, իսկ եթե ցանկանում եք այդ անակնկալները առաջինը դուք բացահայտեք, ապա միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակն ու մի կորցրեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, իսկ հեռուստասերիալում տեղի են ունենում նոր ու հետաքրքիր բացահայտումներ։